Փառք Նժդեհին և ազատություն, ապստամբ, հայրենատեր, բարոյապես կայուն Սասնա Ծռերին։ Ես գրառումներ եմ կարդում և զարմանում եմ, իսկապես սարսափելի է, երբ որ մարդը լսում է, ասենք, թշնամահաճո արտահայտություններ, ասենք, բաց, պարզաբանած մատուցում ես, որ այ քո իշխանավորը էս ասեց, այ քո իշխանավորի էս ասածը համընկնում է Իլհամի էս ասածին, են ասածին, ու նա նորից աջակցում է այդ իշխանավորին։ Ես ուզում եմ հասկանամ, իր գլխի մեջ ինչ կա կուտակված, ատելություն Հայաստանի հանդեպ, երբ որ լսում ես, որ հակահայ արտահայտություններ է անում։ Նիկոլի իշխանության օրոք դեռ չի եղել մի բան, որ Իլհամ Ալիևը հայտարարի և Հայաստանում դա չկատարվի կամ չնախաձեռնվի կատարվել։ Ուղղակի չի եղել այդպես բան։ Իլհամը այնտեղ ինչ ասում է, ես համոզված եմ, որ որքան էլ այդ մասսան, ովքեր ուղղակի կտրված ամեն ինչից Նիկոլ են անում, դրանց ականջին ինչ-որ մի բան հասնում է Ալիևի ասածներից, անհնար է, որ չհասնի։ Հիմա, որ ես ասեմ Նիկոլն էս է ասում, այն է անում, կասի դու հակա Նիկոլ ես, քննադատում ես կամ կեղծում ես, բայց երբ որ Ալիևը ընդեղից խոսում է, այդ մարդը լսում է, էլի, դա արդեն Ալիևն է խոսում, այդտեղ կեղծիք չկա, ու տեսնում է, որ այդ Ալիևի ասածները Հայաստանում իրագործվում են, որոշներն էլ արդեն ընթացքի մեջ են, բայց այդ մարդու մոտ վախ, անհանգստություն, հայրենիքը կորցնելու չի առաջանում, ես զարմանում եմ։ Լավ, բայց մարդը տարբերվում է, չէ, մնացած կենդանիներից, ինքը տրամաբանություն ունի։ Ասենք, երբ Իլհամն ասեց Արցախը Ադրբեջան է և վերջ, մարդն եկավ իր ասածները տարիների ընթացքում մի քանի տարվա մեջ շատ արագ, այն ինչն էլ որ չկարողացավ զենքով տանի, ստորագրելով տարավ։ Ու այդ ստորագրելով մինչև հիմա շարունակում է տանել։ Եվ սահմանադրության փոփոխության հարցը այնտեղ բարձրացրել են, այստեղ այդ ընթացքը շարունակվում է։ Զինանշանները արդեն սկսել են։ Առանց ժողովրդի կարծիքը, առանց հանրաքվեների, սրանք հանցագործություններ են, որոնք իշխանությունները թույլ են տալի։ Մինչև փոխելը մի հատ ժողովրդի աչքին սովորեցնում են, որ ասես փոխել ես, կասի չէ, բան էլի, դե մի պաստառը կպցրել ենք, այդպես բան ենք կպցրել, ով ասես, որ դա զինանշան է։ Օրինակ, որ դեմ տաս, ասես դու իրավունք ունեիր, ասենք խորհրդային Հայաստանի վարչական սահմաններով ինչ-որ մի նկար բերես կպցնես այդ զինանշանի վրա։ Կասի պատկերել է, ինչ-որ արվեստագետը էս է պատկերել։ Մինչև բանը կտանի, կհասցնի դրան։ Այս 300,000 ադրբեջանցիների պահը սրանք հասկացան, որ որքան էլ զոմբի է իրենց ընտրող մասան, այնուամենայնիվ թուրք չեն սիրում։ Հայ մարդը թուրք չի սիրում։ Սրանց գործը դժվարանում է, մեզ Թուրքիա տանելու հարցում դժվարանում է։ Ուր գնում է, մի խեղճ ու գրակ գյուղացի դեմը դուրս է գալի, ասում է 300,000 Ադրբեջան։ Նա ասում է որտեղ ես քեզ այդ թիվը։ Տղա այդ մարդը, որ բոլորը 300,000-ը ասում են, դա քո բերանից դուրս եկած թիվն է։ Եվրոպական բարձր ամբիոնում հայտարարել ես, որ մենք Արցախյան շարժումը ասել եմ, իբր մեզ որպես վայրենի ժողովրդի պարտադրել ես, որ դադարեցնում եք Արցախյան բանը շարժումը եւ 300,000 ադրբեջանցիներ ենք ընդունելու, նույնիսկ։ Մենք էլ չենք գնալու։ Քեզ էլ ծափահարել են։ Այդ խեղճ ու կրակ մարդը, անգամ քեզ վստահող մարդը դա լսել է, չէ՞։ Հույք իր տնից չի վեր, բոլորը իրենց տանը 300,000 թիվը ոնց է մտել բոլորի գլուխ։ Քո բերանից դուրս եկածն է։ Ու անամոթաբար կանգնում ասում է, ով է քեզ դες թիվ ասել։ Ասում է, ով որ ասում է գլուխը падին է տվել։ Լեկտի սուտ է ասում են։ Արդեն անմիջապես հերքում են։ Զգացել են, որ դա խանգարում է իրենց։ Բայց այդ լեկտի սուտի հեղինակը իրենք են։ Կամ Արսեն Թորոսյանը չասեց, որ Հայաստանում բանը կանայք ինչ-որ ծնելիության խնդիր ունեն, չեն կարող պետք է
բարձր է մեր ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց։ Ասում է պետք է իսլամիստ կանայք բերեք մի 30-40 հազար։ Ասենք դրա նպատակը հասկանում ենք որն է։ Հետն է Պակիստանի հետ սահմանը բացել են։ Այսինքն մանեն այլ Պակիստանի հետ արդեն դիվանագիտական հարաբերություն կա, սահմանային խնդիրներ իսա կվերացնեն, կարող արդեն վերացրել են, որ բերեն մենք այստեղ շատ չլնենք, խեղդեն, խեղճացնեն ներսից։ Եթե 300,000 ադրբեջանցի չկարողանան բերել, պակիստանցի կբերեն։ Գիտեք Պակիստանի բնակչությունը ինչքան մեծ է, սարսափելի մեծ է։ Իսկապես 4-րդն է, թե 5-րդն է աշխարհում բնակչության թվով։ 300 միլիոնն անցնում են։ Սենց պայմաններում այսքան սուտ ու կեղծիկ ասելով ու այս իրավիճակը սենց թողնելով հավատացեք, իսկապես մի օր կարդանանք կտնանք, որ դուք էլ Հայաստանում չեք ապրում, ապրում եք Պակիստանում։ Կամ ինչ-որ մի Թուրանի, չգիտեմ, ինչ-որ մի հատվածում։ Մեր տրեքս մեկն ասում է, ընտրությունները պետք է գիտեք ոնց կազմակերպեն, ասում է պետք է մարդը մի հատ տրամաբանական խնդիր լուծի, բարդ չէ, էլի։ Ընտրատեղամաս մտնելուց առաջ ինքը պետք է մի հատ, ասենք, մեթոդ մշակվի, մի 2-3 հարցանի, այդ թեստ հանձնի, հələ տեսնենք նրա ուղեղը հայրենիքի հանդեպ գիտակցությունը, ազատության մասին տրամաբանությունը, արժե համակարգի հետ կապված, ոչ թե բարդ հարցեր, փիլիսոփայական, հասարակ հարցեր, էլի, որն է լավ, ոնց որ երեխին են ասում հորդ ես սիրում, թե մորդ, այդ մակարդակի գոնե ասում է, պետք է թեստ անցնի հիմնականում Նիկոլականը կամ ՀՀ քաղաքացին, նոր թույլ տան գնա քվեաթերթիկը վերցնի, տանի քցի այդ արկղի մեջ, որովհետև ասում է իմ ճակատագիրը իրավունք չունի զոմբին որոշի, եթե նրա քանակը շատ է, ինքը տանել է բուլեցեն քցի Իոկուտ Ալիևի, ու ես տուժ եմ։ Պատկերացնում եք, իհարկե սա մի քիչ, ասենք, ազատությանը խանգարող երևույթ է եւ վիրավորական, բայց մարդը անհանգստանում է արդեն, ասում է թող մարդը թեստ հանձնի, հələ տեսնեմ իր պատկերացումները արժանապատվության մասին, պետության մասին, հայրենիքի մասին, ո՞նց է։ Եթե որտեղ հաց այնտեղ կաց է, այդ մարդուն արգելենք, որ ինքը քվեարկի պետության ճակատագրին վերաբերվող հարցերում, որ իմ ճակատագիրը չխեղի իր քանակով ու որակով։ Պատկերացրեք մարդու մոտ արդեն նման անհանգստություն է առաջացել։ Դրա համար պետք է սթափ մտածել։ Դու պետք է տարբերվես անասունից վերջի վերջո։ Խաղաղությունը ասելով չի լինում։ Ասելով ելներ, գիտեք որքան են թուրքերը մեզ խաղաղություն խոստացել։ Համիդից հետո, երիտուրքերից հետո, բոլշևիկներից հետո, այդ խաղաղությունը 20-21 թվերին, որ բոլշևիկները ջարդեցին, ասացին պետք է ախպերություն անեք թուրքերի հետ, 88 թվին, բան չի այդ խաղաղությունը նորից դարձած ցեղասպանություն։ Ոչ թե պատերազմ, ցեղասպանություն, Սումգայիթում ինչ արեցին, Բաքվում ինչ արեցին։ Հիմի Արցախում ինչ արեցին, ցեղասպանություն արեցին։ Դա ասելով չէ ժողովուրդ։ Նախ թուրքը խաղաղության հետ ընդհանրապես չի ասոցացվում։ Իրանք այդ բառներ չունեն իրաց բառամթերքի մեջ։ Խաղաղություն բառ չկա։ Իսկ Նիկոլին աջակցել նշանակում է գնալ թուրքացման։ Դրա համար աջակցում ենք համար 8-ին ազգային ժողովրդավարական բևեռին։ Վերջ տանք ստախոսների այս ժամանակահատվածին։ Լկտի ստախոսների։ Մի օր ասում են Արցախն Հայաստանն է, մի օր ասում են Ադրբեջանն է։ Մի օր ասում են 300,000 ադրբեջանց պետք է, մի օր ասում են լկտի սուտ է։ Մի օր ասում են ինչ միջանց չենք տա, արդեն միջանցքի թուղթը ստորագրել են։ Հա, իմիջայլոց։ Օրինակ, որ Վենսն եկել էր։ Չէ։ Հա, չէ, Վենսը չէ, այս վերջում բանն էր եկել։ Արտգործնախարար, պետքարտուղար Ամերիկայի Ռուբիոն էր եկել։ Այս մի քանի օր առաջ։ Օրինակ, Արարատ Միրզոյան, հարցրեցիր Ռուբիո ջան, ախր այն ինչ որ դուք ուզում եք բացեք ու անունը դրել եք Թրամփի ուղի, թրիփ։ Ադրբեջանում պաշտոնական պետական մակարդակով անունը դրել են Զանգեզուրի միջանցք Իլհամ Ալիևի անունով։
Օրինակ տեղյակ պահեցին այդ մարդուն, որ ձեր Թրամփի անունը ջրել են Ադրբեջանում։ Էդի ոչ թե Թրամփի ուղի է, այլ Զանգեզուրի միջանցք են այնտեղ անվանում արդեն, այսինքն թքած ունեն ձեր որոշման վրա։ Հետնել այդ Զանգեզուրի միջանցք դրեն Իլհամ Ալիևի անունով, ոչ թե ձեր Թրամփի անունով։ Օրինակ այս հարցը բարձրացրեց։ Ամեն օր մենք տեսնում ենք ադրբեջանական լրատվականները ոնց են խոսում սրա մասին։ Արևմտյան Ադրբեջանի մասին, Զանգեզուրի միջանցքի մասին։ Նիկոլին աջակցող, դու սրանք չես լսում, թե որ լսում ես, քեզ թվում է աղբերները դեն նրանք։ Հեսա գալու են քեզ էլ եղու մեղր բերեն։ Այ ողորմելի։ Ստափեք իսկականի ստափեք ամոթ է։